Հանուն հոր եւ որդու եւ հոգույն սրբո ամեն։ Սյուները հավեցան, բայց դեռ ծմերը եւ մեկ շաբաթեն տարին դեպի ամփոփենք, տնենք տուփիկի մեջ եւ վրգենք դեպի հավերժություն։ Եվ սուրբ ծննդյան պատրաստության այս կիրագիներեն մենք հասանք 5-րդ կիրագին, որը անցյալ շաբաթվա ավետարաններու պես մեզի կսորվեցնե, թե ինչպես պիտի պատրաստվենք Հիսուս Քրիստոսի, կադարյալ մարդու եւ կադարյալ Աստծու ծննդյան, որ գուկա իր ձեռքը մեզի մեկնելու եւ բուժելու։ Եթե ուշադիր նայենք, սիրելիներ, մենք մարդիկս միշտ ուրիշներու հետ մրցումի մեջ ենք, կամ ցայնով, կամ առանց ցայնի։ Եվ միշտ մենք մեզի ուրիշեն վեր թասելու ցկտում ունենք։ Օրինակ պզդիկները գրիվ գնեն իմ օթոս քո օթո հետ լավն է։ Ծնողքը գխնդա, չէ, ինչ է եղած օթո է։ Այս մենք կմեզնանք, օթոն գքնենք, ինչ կսենք, դրացի օթոյին լավն է։ Իմ հագուստս քո հագուստեդ լավն է։ Դունես քո դունեդ մեծ է, զավագս քո զավագեդ խելացի է, ամուսինս քո ամուսինեդ շատ դրամ կաշխատի։ Ուրեմն մեր հոգևոր կյանքն ալ երբեմն նույն պատկերը կնա, սիրելիներ։ Շատերս կրնան գսել պատարակի երթամ, շարականները գիտեմ արդեն, քարոզներ մտիկ կնեմ, դեր այլին օրտնեցեք դեր այլ գսեմ, ոչ թե բարև ամո, այլ օրտնեցեք դեր այլ, հա։ Եվ անգամ աղոթքի ինքնակնության ժամանակ մենք ուրիշներու հետ համեմատության մեջ ենք։ Եվ որպեսզի մենք մեզի բարձր չգոչենք, սիրելիներ, այսօրվա ավետարանը Հիսուս կպատմե, թե ինչպես երկու հոգի, մեկը փարիսեցի եւ մյուսը մաքսավոր, ելան նույն տաճարը, նույն աղոթավայրը աղոթքի գնալ։ Փարիսեցին կսե այս արագն ալ պատմեց անոնց, որոնք իրենց համար այն համարում ունեին, թե արդար են եւ ուրիշները կարամարեն։ Եվ գսե, որ Փարիսեցին այդ օրենքը գիտցողներ, կրոնքը ամեն ձևով նկարդացածներ, շարժումները, սովորությունները եւ գեցած էր աղոթքին տաճարի արչեւի մասը։ Եվ ինքն իրեն գաղոթեր. Աստված իմ, շնորհակալ եմ քեզի, որ ուրիշ մարդոց նման հափշտակող, անիրավ, շնացող չեմ, եւ կամ այս մաքսավորին բեսած չեմ, որտեղ տեսած էր, որ ուրիշ մեկը մտած է եկեղեցի։ Այս շաբաթը երկու անգամ ծոմ կպահեմ եւ ամբողջ եկամուտից 10-րդը տաճարի կուտամ։ Եկած էր ամենակետ Աստուծո առջև իր անձը կողերքելու, ասելու ես ինչ լավն եմ, շնորհակալություն Տեր Աստված։ Ինքն իր վրա գեցոնացած էր, բարի գործերը կթվարկեր, Աստծո աչքին ինքն իրեն կբարձրացներ եւ առավել ժամանակ ուներ ուրիշին տալու։ Իսկ մաքսավորը, սիրելիներ, հրյա ընկերութենեն մերժված մեկն էր, հրյա լալով իր ժողովրդեն դուրք կառներ եւ կուտար հռոմեացիներուն։ Ադոր մեջ կաշառ կառներ եւ ժողովրդեն անչափ չսիրված էր, որ հadouk կատեգորի ունեն՝ մեղավոր, մաքսավոր եւ օրնիկ։ Ուրեմն մաքսավորը աս մաքսավորն էր։ Դրամասեր էր, կաշառագեր, մերժված, թավաճանի գործքն էր, այդ ոչ մեկ գիտե մարդու սիրել, չես գիտեր ինչու այդ գործին անցած էր, թերևս ստիպված էր եւ այդ ցավի մեջ գիտեր իր սխալը։ Ադուր համար տաճար եկավ ոչ թե փամ մխնդրելու, այլ կուրս կծեծելու։ Կսե Հիսուս, հերուն գեցած աչքերը առանց վեր բարձրացնելու կուրս կգծեծեր եւ կսեր. Աստված ները մեղավորիս մեղքերը։ Կսեմ ցեզի, կավելցնե Հիսուս, մաքսավորն է, որ արդարացած տուն գնաց եւ ոչ թե փարիսեցին, որովհետեւ ով որ իր անձը կբարձրացնե, պիտի խոնարհի, ով որ իր անձը կխոնարհեցնե, պիտի բարձրանա։ Այսինքն մաքսավոր իր մեղքերու մեջ, քանի որ անկեղծ գտնվեցավ, բացավ իր սիրտը, անոր համար իր աղոթքը ընդունվեցավ։ Ադսերը, որ արդարացած գնաց տաճարին։ Կեղծավորությունը ինքնախաբեությունը, եւ մենք կեղծ ենք, անգլերեն հիպոկրիտ կսեն, որ հունարեն նշանակե թերասան, հա, ինչպես թերասանները ամեն ադեն թերմ կխաղան, հիպոկրիտ մարդը ամեն անգամ թեմք ունի։
Փարիսեցի բարերը ճիշտ էին սիրելիներ, պահ կպահեր, ողորմություն կուտար, բայց խորը կեղծիքի մեջ էր։ Իր ճիշտ քայլերով ինքն իրեն գխապեր, կգարձեր, որ Աստծուն ալ կրնա համոզել։ Աստծու առջև գեցած էր, իր մասին գխոսի, շնորհակալ եմ գսե, բայց փամը չի խնդրեր, որովհետև իր աղոթքին մեջ վերք չի գար, այսինքն չսեր, որ ես մեղավոր եմ, Տեր ցույց տուր իմ մեղքերս։ Ես մեղավոր եմ, չսեր, անօթություն չի գար իր աղոթքի մեջ, քեզի պետք ունիմ, չսեր, այլ գսե, որ որչափ լավն եմ ես, բայց Աստված սիրելիներ, ինչպես կնայի մեզի, մեր սիրտը կտեսնի, ինչպես դունի գիգինները, երբ որ սոխ կմաքրեք, ճաշ պատրաստելու համար, ինչ ունի, շերդեր ունի իր վրա, սկիզբը կեղևը կհանեք, վերջը մեկ հատ ուրիշ շերդ ունի, վերջը ուրիշ շերդ ունի, ադիկ մարդիկս մենք կսիրենք իրարու պաշտպանվելու, իրարու հանդեպ մեզի ցցնելու կամ դրսևորելու, բայց Աստված այդ ամեն ինչին չի նայ, ինքը շիդակ սոխի մեջտեղը կնայի, որտեղ իր պատկերը արդեն մեր մեջն է։ Եվ փարիսեցին առավել իր արդարը լալը ուրիշներու փախտատման կներ, ոչ թե գսեր, որ ես որչափ մեղավոր եմ, այլ գսե անմարդը մեղավոր է, ես գոնե լավ եմ, պահ կբայեմ եւ ողորմություն կնեմ։ Բայց Աստված ինչ գսե իր խոսքի մեջ, կադարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրը կադարյալ է, եւ ոչ թե ինչպես ձեր թրացին անկատար է։ Այսինքն ովևէ գործ որ կնենք, պետք է մեր համեմատության շեմը ըլլա դերը ինքը, որտեղ ինքը կոչեց մեզի կատարելության։ Հպարտությունը, ըստ Հովհաննես Ոսկեպերանը, անգամ առաքինությունը կփչացնի։ Ոչինչ Աստուծո այնքան չի զայրացներ, որքան երբ մարդ իր սեփական առաքինություններով, այսինքն լավ գործերով կամ լավ ըլլալով կհպարտանա։ Նույնիսկ պահեցողությունը կբծվի, երբ որ ան ուրիշներու հանդեպ արհամարանքով կկատարվի, կսեսու։ Կեղծավորությունը ծածուկ արտահայտություն է լինել, ոչ թե արդար ձևանալը, երբ արդար չես, այլ հավատալ, որ արդար ես, որտեղ միայն արդար գործեր կնես, բայց Աստված մեր սրտի motivation-ը կտեսնի, ինչու գնեմ, աս ամեն ինչը որ գնեմ։ Փարիսեցին ոչ թե արտակնապես, այլ ներքնապես ինքնին խաբած էր։ Ասիկա մեր կյանքին ալ կվերապերի սիրներ, եւ կհպարտանանք, որ ճիշտ հավատքի մեջ ենք, բայց ողորմած չենք, կարեկցանք չունենք ուրիշներու հանդեպ։ Հիսուսին կսավ, ողորմություն կուզեմ եւ ոչ թե զոհ։ Այսինքն, եթե ձեր արդարությունը ավելի չեղավ փարիսեցիներու օրենսգետներու արդարութենեն, սիրով լեցված չեղավ, ուրեմն մերժված է։ Հավատացյալ եմ կրնանք ասել, եկեղեցի երթանք, պահ կպահենք, բայց կրնանք աղոթել ասելով, որ ինչ լավ է, որ անոնց պես չենք, որ եկեղեցի չեն երթար։ Անգամ առցանց on-line, social media-ի մեջ հավատքի վերաբերյալ post-եր գտնենք, բայց ոչ թե որտեղ սիրտս ապաշխարությամբ լեցուն է, ուզեմ մեկում եք կիսել, այլ որպեսզի ցցնեմ, որ ես հոգևոր եմ։ Այսինքն ասիկա ինքնահաստատում է, self-affirmation է, պարզապես կրոնական տուփիկի մեջ։ Թագավորը փանդ կմտնի սիրելիներ, ամեն մարդ գիտե, որ թագավորը կա, մեկումը պետք է արձակել փանդը։ Եվ փանդարգյալներուն կմոտենա, դու մեղավոր ես կհարցնեք, ասե չէ, ես մեղավոր չեմ, թագավորի հանցանքներ, ասինչին հարցանքներ, 1, 2, 3, ամեն մարդ կսեն, որ ես հանցավոր չեմ, սխալման փորձ եղած եմ։ Եվ կտեսնե, որ հերու անգյունը, փանդարգյալը թագավորին չի ալնայիր, անգյունը մտերը։ Հոնգը մոտենա, գսե, դու ինչի հոսես, գսե, որովհետև ես զենքով գողություն եղած եմ և մարդ սպանած եմ։ Այսինքն գսե գխոստովանից, որ դու մեղավոր ես, այո, անշուշտ մեղավոր եմ, Երանի գրնային սխալները շտկել թագավոր։ Թագավորը գտարնա, փանդաբետին գսե, դուրս անեցեք այս մեղավորին, այս անմեղներու մեջ են, որպեսզի չլա, որ իրենց ալ փչացնի։ Նույնը Աստված է սիրելիներ, Հովհաննես Ավետարանչի բերնով գսե, եթե ասենք մեղ չունենք, մենք մեզ կխաբենք և մեր ճշմարտությունը մեր մեջ չի մնա։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստահ եղեք, թե Աստված, որ արդար է, պիտի ներե մեր մեղքերը և պիտի սրբե մեր բոլոր անիրավությունները։ Այսինքն մեր անարժան լալը Աստծո առջև տնենք, իր լույսը գծակի մեր մեջը։
Ուրեմն անգեղծությունը թույլ կբանա Աստուծո շնորհին հանդեպ սիրելիներ եւ հագարակը կեղծավորությունը կկոչի ամեն ինչ ասելով որ ես ունիմ չէ որ երբ որ կկոչվինք չենք ցկել որ մեկը մոդենա բայց երբ որ կբացվինք կցկենք Աստված մեզի մոդենա Մաքսավորը չի արդարանար գրեթե լուր է չի բացատրել իր կյանքը չի համեմատել իրեն ուրիշին է այլ աչքերը առանց վեր բարձրացնելու գսե կուրս կգծեցե մեղավոր եմ Տեր ներե ինձ ասիգա ճշմարիտ խոնարհություն է ինձ ինքը ճանչնալ է Աստված գիտե ով եմ ես ինքը գիտե որ ես մեղավոր եմ եւ ես գիտեմ որ ինքը արդար է եւ ողորմած է Ադոր համար սուրբ Եփրեմը գսե որ ան որ իմ մեղքերը կտեսնե ավելի մեծ է քան ան որ հրեշտակներ կտեսնե Ուրեմն որ աղոթքի գնաք չսեք որ Աստված ինձի հրեշտակներ ծծուր ոչ իմ մեղքերս ծծուր որովհետեւ որ մեղքերս տեսնեմ հրեշտակները երգեն իմ հոգիս մեջ Այս տեսակ աղոթքը զորավոր է որովհետեւ անգեղծ է եւ բաց է Աստուծո լույսին առջեւ Կյանքի մեջ անգեղծ ենք մենք Եվ կթաթվենք մեր մեղքերը արդարացնել և կխոստովանենք, որ մեղավոր ենք, այսինքն օգնության պետք ունենք։ Երբ Աստծո առջև կընդունենք, որ մեր աղոթքը տգար է, սերը քիչ է, հավատքը պակաս է, կընտրենք ապաշխարել ավելի, քան փառավորվել։ Որտև, ինչպես կսե Սուրբերեն մեկը, մեր կյանքը դրված է մեզի մեկ բանի համար, ապաշխարության, այսինքն դեպի Աստված քալելու, ուրիշ բաներու վրա մի ծախսեցեք ձեր ամբողջ ժամանակը եւ ուժը։ Այս տեսակ անգեղծությունը անշուշտ սիրելիներ վախնալիք է, որովհետեւ աշխարհը մեզի գսե սխալ մերիր, սուտ մերիր, ուրիշ սուտ մերիր, որ կոչես։ Հանցանք մերիր, ուրիշ բան մերիր, որ կոչես։ Բայց ասիգա գսե որ թիմագը տանենք, բայց նաեւ երբ որ մենք թիմագը գանենք, կազատվենք, անգեղծ կլանք եւ կարդոնենք, որ Աստված մեզի կործե։ Ադոր համար գսետերը, որ պիտի կանք և ձեր մեջը պիտի պնագինք ես և հայրս, ովքեր որ իմ բարվիրաններս կկործատեն։ Հետևաբար սիրիներ թող այս տարվա մեր նվերը Աստուծո ճշմարիտ ինքնաճանաչողություն էլա։ Հերու մնանք ինքնախաբեութեն է և կեղծավորութեն է։ Մեղք է և մեր վրա հույս տնել է։ Քնենք ինքներս մեզի, որում կմնանք մեր կյանքի մեջ։ Տարին իր վերջանա, արիսեցի ենք կամ մաքսավորենք։ Մեր գեղձ անձերը տանինք մանուկ Հիսուսի առջև, նոր անձ խնդրենք իր մեր, որ մաքսավորի պես աղոթելով հարադելսենք Աստված ներե ինձ իմ մեղավորից, ավիդյանս, ավիդենից, ամեն։